Շատ են ասում հոգևորականները մտել են քաղաքականություն։ Հոգևորականը կարող է մտնել քաղաքականություն, կարծում եմ։ Իշխանությունը իրավունք չունի մտնել եկեղեցի։ Հոգևորականը քաղաքացի է եւ իրավունք ունի եւ պարտավոր է իր կարծիքը հայտնել, ու հոգևորականը առաջինը պետք է իր կարծիքը հայտնի, որովհետեւ նա ամենաշատն է իր վրա զգացել Նիկոլի բերած աղետները։ Եկեղեցին հուղարկավորել է Նիկոլի զոհած 5000-ին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եկեղեցին հուղարկավորել է ջերմուկի վրա հարձակման 225 զոհին։ Եկեղեցին հուղարկավորել է 214 զինվորի 2023 թվականի պատերազմի ու բռնագաղթի ժամանակ։ Պատերազմից 5 տարի անց դեռևս մասունքների հուղարկավորություններ են տեղի ունենում։ Ու հոգևորականը, որ այդ ամենը ինքն է տեսնում, զգում, կրում, ամեն օր շփվում զոհերի հարազատների հետ, ողբում ամենքի կորստի համար, կարծում եմ ունի առաջնային իրավունք նրա հրաժարականը պահանջելու, ով այս ամենի թիվ 1 մեղավորն է ու պատասխանատուն, եւ հնչեցնելու իշխանափոխության կոչեր։ Մի քանի անգամ հիշել եմ, հիմա էլ հիշում եմ Բագրատ Սրբազանի խոսքը։ Դու իմ տղերքին տանես, զոհես, բերես տաս, ասես արթաղի, տանեմ հանձնեմ մայր հողին ու չհարցնեմ, ինչու զոհվեցին։